Պարոն Արշակյան, երեք համացանցում տարածվեց տեսանյութեր, որոնք վերագրվում են Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին, այդ տեսանյութերը սեռական բովանդակության են, դուք դա ինչպես եք մեկնաբանում, արդյոք խնդրահարույց չէ արդեն մարդու անձնական տարածք այսպես մտնել։ Իհարկե, դա լուրջ է։ Մարդու անձնական կյանքը պետք է պաշտպանված լինի, դա միանշանակ է։ Կան բաներ, որ առողջապահության հետ կապված հարցերը, ֆինանսատնտեսական հարցերը, բանկային գաղտնիք կոչվածը, առողջապահական գաղտնիքը եւ անձնական կյանքի գաղտնիքները բացահայտելը արգելված է եւ նույնիսկ կարծում դրա վրա կա քրեական պատասխանատվության հարց։ Մեղավորությունը Նիկոլ Փաշինյանին է, չէ՞, որովհետև Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վրա ուշադրություն հրավիրեց, նա թիրախավորեց Սրբազանին, Սրբազանի քեռու կնոջը եւ արդեն համացանցում հայտնվեցին այդ տեսանյութերը։ Հիմա մենք արգել ենք ինքնապաշտպանությունը։ Դա ինքնապաշտպանության ձև էր, ասես որ ես այդպես գիտեմ, որ ասես ես տեղյակ եմ, որ հոգևորականները խախտում են իրենց ուխտը։ Ու հիմա ինչ որ մեկն էլ ապացույց է բերել։ Հիմա ով է մեղավոր։ Ես կարծում եմ երեքն էլ։ Խախտողը մեղավոր է, որ խախտում է։ Այսինքն բան է, հրաժարվի քո ուխտից, օրենքով սահմանված կարգով կամ կանոնադրության համաձայն հրաժարվի, ում հետ ինչ ուզում ես արա։ Կնկարվես, չես նկարվի, դա էլ քո գործն է։ Որ գաղտնալսումն է կազմակերպում, նա էլ պետք է օրինական լինի, իրավունք ունի գաղտնանկարահանումներ կազմակերպելու, չկազմակերպելու, դրանք բացահայտելու, դա առանձին, ովքեր որ դա արել են։ Երրորդը, եթե հայտարարում ես, ուրեմն դատախազի դատավորի սանկցիաները բեր, հանձնարարությունները տուր քո ենթակա ուժային կառույցներին, Ամես տեղակ պահեն, այսինքն նրանք զբաղվեն դրանով։ Երրորդը կամ չորրորդը արդեն քաղաքական խնդիրն է, հակառակորդին ոչնչացնելու ձևը, այդտեղ ասում եմ, որ կոնվենցիան չի աշխատում։ Բոլոր մեթոդները հարմար են հակառակորդին չեզոքացնելու համար։ Հիմա մենք այդ 4 գործողության հետ հանդիպեցինք։ 4 ուժ Ճիշտ հաշվեցի ես, վարչապետը քաղաքական նկատառումները օգտագործեց դա, հոգևորականը, որ ուխտը խախտել է, եւ ովքեր որ կազմակերպել են դա, ու մյուսը, որը որ պետք է աներ, ուժային կառույցները, եթե ունեին իրավունք, չէ, ուրեմն հիմա ուժային կառույցները պետք է հայտնաբերեն այդ անձնական կյանք ներխուժած ուժին, ով է նկարահանումը կազմակերպել, ինչ ովքեր այս երկրում նման գաղտնի տեսանկարահանում անելու լիազորություններ եւ գործիքակազմ ունեն։ Չէ, տեսեք, կա մի դեպք, որ դա օրինական է, օրենքով արվել է, ասում եք ոչինչ չկա, դա ուժայինները արել են, կա դատավորի, դատախազի, ես չգիտեմ, օպերատիվ ծրագիր կա, արվել է, դա իրենց գործն է, բողոքելու բան չունենք, բայց կա որ ինչ որ մեկը ներխուժել է, մարդի տուն է ներխուժել, լոգարան է ներխուժել, անկողին, բան, դա արդեն քրեական գործ է, ուրեմն պարզենք ովքեր են ապօրինի ներխուժել ինչ որ մեկի անձնական տուն, ենթադրենք հոգևորական առանձին բայեն մյուսը, գործընկերը, պարտնյորը, նրա անձնական կյանքն է դա, նա հոգևորական չի, նա էլ առանձին խնդիրներ կունենա անշուշտ, բայց դա տվյալ դեպքում նրա կյանքը պաշտպանված է։ Ինչու պետությունը իր քաղաքացիներին չի պաշտպանում, որ օրինակ երրորդ կողմը, որը որևէ պարտավորություն չունի վերանալով, այս թեմայից, որ երրորդ կողմը ինչ որ մեկը պարտավորություն չունի օրենքով կամ ինչ որ կանոններով սահմանված չէ սիրեկան կամ սիրուհի ունենալ, դա եւ նա հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա անձնական կյանքը պաշտպանված է, այ մենք հիմա խոսենք հոգևորականի մասին, նա առանձին բան է, այսինքն ուխտա դրժության մասին չխոսենք, դա առանձին է։ Այդ ընտանիքի, այդ ընտանիքում գուցե ուրիշ բաներ են լինել, եղել,
ասենք անձնական կյանք էլի մարդիկ ապրում են իրենց կյանքով։ Այ պետք է մեր ուժայինները հիմա բարձեն, ով է ներխուժել, ով է տեղադրել այդ տեսախցիկները։ Դա հանցագործություն է։ Եթե իրենք չեն։ Բայց եթե իրենք են դա արդարացված է։ Եթե օրենքով է, այ, եթե օրենքով է, դա այլ բան է։ Տեղադրողը հանցանք չի գործում։ Մենք 4-ը բանը բաժանեցինք, չէ՞։ Ովքեր որ տեղադրել են, նրանք էլ են մեղավոր։ Եթե օրինական չի, եթե օրինական է, դա արդեն ուրիշ հարց է առաջանում։ Եթե օրինական է, ուրիշ հարցեր են արվում։ Խոսքով հարցը քաղաքացիները ինչպես ապահովագրված լինեն, որ իրանց տներում էլ չկա դրած։ Հիմա օրինակ բացես տեսախցիկից կարող եմ այս այլ տեսախցիկ էլ նկարել։ Սպասենք, տեսնենք գործ կհարուցվի, տեսա նկարահանողի դեմ, եթե դա օրինական չի, եթե օրինական է, այդտեղ խնդիր չկա, օպերատիվ աշխատանք է, դիվերսիա, ես չգիտեմ։ Չէ, եթե օրինական լիներ, թեկուզ դա ինչ-որ վարույթի շրջանակներում լիներ կամ դատարանի որոշմամբ լիներ, նախ դա համացանցում չպետք է հայտնվեր, երրորդ կողմի դեմքը բացայտ չպետք է ցուցադրվեր եւ պետք է դա, եթե էլի այմ ասում վարույթի շրջանակներում է, իրավապահները պետք է հրապարակեն։ Այո, իրավապահները պետք է ձևը համապատասխանել թաքցնելով։ Դուք բացառում եք, որ հատուկ ծառայությունները նկարած կլինեն եւ իշխանական ինչ-որ խողովակներով սլիվ է արվել դա հանրության այդ տեսակետը։ Չէ, դրանք պահպանվող, դրանք գաղտնիք են, դրանք պահպանված են, ովքեր որ սլիվ կոչված արտահոսքը կազմակերպել են, նրանց հարկավոր է պատժել։ Ովքեր որ դա արել են, նրանք պետք է պատժվեն, եթե օրենքով սահմանված կարգով չի արված։ Չէ, բայց արդեն հրապարակման ձևից չի նշանակում, որ օրենքով չի։ Մենք փորձագետները պետք է ասեն, օրինակ ես չէի, որ փողոցում հանդիպեմ, չեմ ճանաչի հերոսներին։ Այդ նկարահանման կինոնկարի, հա, կինոֆիլմի հերոսներին ես չեմ ճանաչի։ Մենք էլ կասեմ, որ մենք թաքցրել ենք։ Դրա համար ասում եմ, պետք է բացատրություն պետք է տրվի։ Մենք բաժանեցինք, չէ, եթե դա ապուրինի նկարահանում է, ապուրինի անձնական կյանք են մտել, ուրեմն դրանք պետք է պատժվեն։ Եթե օրինական է, նրանք էլ թող բացատրեն, թաքցրել են, թե չէ։ Հնարավոր է, որ թաքնված են, ով ասեց, որ դրանք ճանաչվող են։ Ինչ որ ես եմ տեսել համացանցում, դժվար է ճանաչելը, նույնականացնել, այդպես են ասում, չէ։ Դե մեկը վերագրվում է դիվանապետին։ Վերագրվում ուրիշ բան է, վերագրում ես, վերագրի, բայց նույնականացնելու խնդիր կա։ Կարող է ասեն, որ բոլորովին այլ մարդ է, նման է, բայց ինքը չէ, այսինքն տեսեք, Արշակ Սրբազանն է հայտարարություն տարածել սրա հետ կապված, ասում է Մարդկանցից շատերն ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել եւ հերքել։ Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը խելամիտ եմ համարում արհամարել։ Հետևաբար շահագրգիռ անձանց հրապարակավ հղում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել հայկական ժամանակորաթերթում, ինչպես եւ ԿՊ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։ Հիմա սրանով ինչ է ստացվում, Արշակ Սրբազանը հերքում է, թե արհամարում է այդ տեսանյութը։ Դուք ինչ հետևություններ արեցիք։ Մեղադրում է քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Այսինքն ինքը գիտի, որ նրանք են դա սարքել իր դեմ, այդպես է ստացվում, չէ՞։ Ինքը ոչ թե ինքը հարձակվում է, չի պաշտպանվում, հարձակվում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության պաշտոնաթերթի վրա։ Այդպես է ստացվում։ Այո, ոչ չի ասել, էլի, որ ասել ես չեմ։ Ես չեմ։ Զրպարտություն է, ասում զրպարտություն է։ Եթե զրպարտություն է, դա չի նշանակում, որ ես չեմ։ Դա էլ է նշանակում, որ ես չեմ։ Դրա համար կա դատարան։ Դա լուրջ բան է։ Հարկավոր է։ Իսկ ինչու ուղիղ չի ասվում, որ թող պատժի, ինքը պետք է պատժիչ մեխանիզմների պատժիչ գործողություններ կատարի, ինքը դիմի դատարան։ Հայտնաբերեն եւ պատժեն իրեն զրպարտողներին այդ նկարահանության բանի հետ գործ չունեն, ովքեր որ ասում են դուք ասացիք, որ ինքն է։ Ես ասում եմ, ես չեմ վերագրվում է իրեն։ Դուք ասացիք, չէ՞, օրինակ ինձ ասացիք, հիմա մեր ունկնդիրն էլ պետք է ասեն, հա, ինքն էր, ինքը չէր։ Ես օրինակ ասում եմ, ես չճանաչեցի։
Պարզ չէր։ Ես տեսել եմ այդ հոլովակը եւ չճանաչեցի։ Իսկ այս հերկումը արժանահավատ համարում եք Սրբազանի։ Չէ, հերքում չի դա։ Դա ես ասում եմ հերքում կլինի, որ ասել պատժեք, ինքը դիմեր իշխանության, ասել պատժեք։ Ինձ եւ քաղաքացիական պայմանների կուսակցությանը կռվածնում է ինչ որ մեկը։ Դա է հետաքրքիր։ Բա որ ոչ նրանք են, ոչ նրանք։ Ինքը չի, ոչ էլ քաղաքացիական պայմանագիրն է։ Պատկերացնում եք, իշխանությունը չի դա արել։ Եվ այդ հոգևորականը չի։ Ինչ եք իրար հայհոյում։ Պարզեք, դրա համար դիմեք դատարան։ Դատարանը փորձագիտական ուսումնասիրություն, օպերատիվ աշխատանք կատարի։ Այսինքն գործ կհարուցեն կպարզեն։ Ով է նկարահանման դերասանը, դերասանը, ով ոնց ասենք դրանց։ Եվ ով է պատվիրել, ով է նկարել, այսինքն դուք իշխանության հետ իրավաբան խորհրդատու պետք է ունենա, նա պետք է ասել, որ հարկավոր է պատժել կատարողներին։ Ինչ եք հայհոյում, բա որ քաղաքացիական պայմանները հիմա դատի տա, ինչ ես մեզ հայհոյում։ Ինչ ես զրպարտում, մենք դրա հետ կապ չունենք։ Ոնց չունեն, իրենք ԿՊ-ի առաջի դեմքն է գրառումը գրել ամիսներ Դա ուրիշի մասին է։ Ուրիշ Սրբազան ու քերակին է։ Ուրիշ չէ, բահո մի Սրբազան չի։ Արա ուրիշի մասն է։ Ու ինքը չի ուզում բացահայտել, որտեղ այ չի ուզում թիրախ դառնալ, օպերատիվ բան կա, գուցե ունի, գուցե այդպիսի որոշում կա դատարանի։ Մենք հիմա այդքան չխորանանք, հիմա նկարել են, թող պարզեն։ Ինչու հրապարակվեց այս տեսանյութը, ձեզ ինչ են փորձում սրանով, ինչ հասնել։ Ինչ որ մեկը ուզում է իշխանությանը եւ հոգեվորականներին կռվածնել։ Իրանք լավ էլ կռվում են, պետք չի որ մեկը ջանք ներդնի որ դե բանն է իջեցնում, էլի նշաձողն են իջեցնում, անկողին տարան։ Այս տեսանյութը ազդակ էր կաթողիկոսին։ Բոլորիս ազդակ էր, որ Չէ, եկեղեցի պետություն էս Տուրու դմփոցի շրջանակներում։ Եկեղեցի չէ, եկեղեցին մենք ենք։ Մենք կռվի մեջ չենք։ Մենք մեր կյանքով ապրում ենք։ Որոշ հոգևորականներ խախտում են օրենքը, խախտում են իրենց կանոնադրությունը, թևերը կշտել մտել են Արեգ Քոչինյանի, Գուրգեն Սիմոնյանի, Հովսեփ Խոշոդյանի բայց ինչ էին ուզում կաթողիկոսին այս տեսանյութը հրապարակելով հասկացնել ըստ ձեզ։ Ես չգիտեմ, վարկաբեկող բան է, դա տգեղ է, իմիջիալս դիտարժան չէր։ Չարժեր այդ մի քանի րոպե նստել նայել։ Այսինքն եթե այդ ինտրիգը չլիներ, որ տեսնենք ով է, տեսնենք ինչ է։ Այսինքն դա նայելու բան չի։ Ջենիֆեր Լոպեսը չէր էլի։ Ով կա հիմա ով է, սեքս սիմվոլը ով է։ Կան չէ, այդպես։ Սա ազդակ է, որ օրինակ հոգևոր իշխանության վերնախավին առնչվող ինչ որ բաներ էլ ունենք, դա էլ կհրապարակենք։ Սա դա է նշանակում։ Չէ, ընդհանրապես հարկավոր է կրոնական կազմակերպությունների մասին օրենքի հիման վրա գործը դնել այդ ուղղության վրա։ Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունները ինչպես են իրենց պահում, խախտում են օրենքը, թե չեն խախտում։ Իրենց կանոնադրությունը խախտում են, թե չէ։ Այդպես պետք է լինի։ Քաղաքական արդեն շահը ով կստանա, դա արդեն առանձին բան է։ Բայց խնդիր կա, կրոնական կազմակերպությունները պետք է դատի տան։ Բոլոր նրանց կրոնական, օրինակ առաքելական Սուրբ եկեղեցին մեր հայոց պետք է դատի տա անձնավորությունների եւ կազմակերպությունների պետք է դատի տա եթե ինքը չի խախտել եկեղեցին պետք է դատի տա եկեղեցին էլ ասել է սխալ է եկեղեցին ո՞նց է դատի տալու պաշտոնյաները ում որ մեղադրում են նրանք պետք է դատի տան ասեն որ մենք իրավունք ունենք օրինակ քաղաքացիական պատերազմ հրահրելու Կանոնադրության մեջ գրված է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի զինված ուժերին առաջնորդելու քաղաքացիական կռվի։
բարիկադներ սարքելու իրավունք ունի, թող գրեն։ Ես դա եմ օրինակ բերեմ, որ նա ունի դատավճիռ, դրա համար եմ ասում։ Դատավճիռում գրված է, որ մարդը քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Եթե այդպես չի, այդ դատավճիռը սխալ է, դատարանի վճիռը սխալ է, թող դատի տան դատարանին, դատավորին, վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությանը, օրինակ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությանն է դատի տվել, այդպես ասենք։ Չի բավարարվում տեղի ուժերով միջազգային կառույցներին դիմել է Հայաստանի Հանրապետությունից մեծ գումար է պահանջում, այ մեզանից, Հայաստանի Հանրապետությունը դա մենք ենք, այ մենք պետք է ենթադրենք տարեկան մի ամիս աշխատենք Սամվել Կարապետյանին փող տանք։ Ինքը մեզանից փող է ուզում, շատ մեծ, $500 միլիոն մեզանից փող է ուզում, Սամվել Կարապետյանը համարում է, ես ասում եմ, դա ձև է, մարդն ասում է, որ 3 միլիոն հայեր, ինձ տվեք $500 միլիոն, բոլոր նրանք, ովքեր որ Հայաստանում ապրում են, Հայաստանի բյուջեն լցնում են, Դուք բացառում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող տեսանյութեր էլ կհրապարակվեն, պարոն Արշակյան։ Չէ, դա ինչ բացառում, ո՞նց բացառեմ։ Իհարկե չեմ բացառում։ Ես կուզենայի, որ ամենայն հայոց կաթողիկոսը վեհապարը ինքը բացատրություն տար։ Սա դրա հետևանքն է։ Իր լռության այ ոնց որ այն մյուսը, որը որ ասում է ես արհամարում եմ։ Դու ո՞նց ես արհամարում։ Այդ դու ով ես որ արհամարում ես։ Մեր սան հանգույցը մաքրողն ես, կանչել ենք չես գալիս։ Ոնց ես արհամարում, բացատրություն տուր։ Մեզ բացատրություն տուր։ Բա մենք ես սրբազան ենք ասում։ Մոմավառության փող ենք տալիս, չէ՞, բա մենք ձեզ վճարում ենք, ձեզ պահում ենք, դուք որտեղ ինչով եք ապրում։ Մենք ենք ձեզ պահում։ Ես ասում եմ, ձեզ սրբազան ենք ասում։ Բացատրություն տուր, դու ես, դու չես, դատի տուր։ Դատի տուր, չի ասում արհամարում եմ։ Էլ ինչն ես արհամարում, կարող է կանոնադրությունն ես արհամարում։ Բա ընկերներդ, որ քաղաքացիական պատերազմ են հրահրում, դա էլ ես արհամարում։ Թե ինքդ էլ ես գնում։ Հա ինձ հետաքրքիր է, ինչ ես արհամարում, բացատրություն տվեք, ինչ եք ինձ բարիկադներ տանում, ինչ եք իմ բանակը իմ դեմ հանում, որպես քաղաքացի, բացատրություններ տվեք, ոչ թե առավ, այ վեհապարն էլ պետք է բացատրություն տա, հաշվետվություն ես կասեի, հաշվետվություն տվեք, ինչ է կատարվում, ինչի եք հարձակվել մեր վրա երկու կողմից, կրոնական կազմակերպության չինովնիկները և Հայաստանի Հանրապետության իշխանության չինովնիկները հարձակվել են հավատացյալների վրա, հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա եք հարձակվել, այդ պաշտոնը ժամանակավոր է, կվերցնենք, բայց բացատրություն տուր, որ ասում չէ, դու սրբազան ես իսկապես, օրինակելի ես, հավատարիմ ես դու քո երդմանը, քո գործառույթին, քո կոչմանը հավատարիմ ես, ասա, որ հավատարիմ ես, դու քո գործը լավ ես անում, մենք իմանանք, որ կա Հայաստանում միտեղ ուր կգնանք կաղոթենք, արդարություն կփնտրենք, Աստծու հետ կապ, գրաբար կլսենք, պատարակ կլսենք։ Դե ասում են ինչքան հերք ենք, ասում են օրը մի ցնդաբանություն կարող է մեր 1000 անգամ անընդհատ պետք է հերքեք մեր համար, հոտի համար, որպես հովիվներ հերքեք, ապահովեք, ինչ արհամարում եմ։ Արհամարում ես հրաժարական տուր գնա նստի տանը արհամարի, քո տանը գնա նստի ու ինչ ուզում ես արհամարի, լավ կլինի որ դուռը փակես լուսերն էլ անջատես, բայց եթե դու գործող արքեպիսկոպոս ես, իրավունք չունես արհամարելու, բացատրի և հաշվետվություն տուր, հարցակվի պաշտպանի մեր եկեղեցին, պաշտպանեք մեր եկեղեցին, եթե հարցակման է ենթարկվել,
Նույնը եւ կառավարությունը պաշտպանեք մեր եկեղեցին հարձակվողներից։ Ինչ եք խաղեր խաղում։ Կնկարենք, ցույց կտանք, ցույց չենք տա, հորքուր, մորքուր, քերակին, քերի, օրողբերի։ Դե բաներ մեզ մի ասեք, պաշտպանեք մեր եկեղեցին։ Մեզ, այսինքն հավատացյալներին պաշտպանեք։ Ես դա եմ ասում։ Այն խնդիրը դա է։ Դե երբ նա ասում է եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու իշխանության գործելավոճն է եւ որը նրա որևէ արդյունք չի անանալու, սա արդեն իսկ բացատրություն չի։ Դա բացատրություն չի, դա խուլիգանություն է։ Դա խուլիգանություն է մանր, զազրախոսություն է։ Ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը դու ինչ ես ասում։ Տուր դատարան։ Ինչ ես խոսում։ Իշխանությունը եկեղեցու վրա հարձակվել է, դա է ասում։ Հա քրիստոնեաբար է, մտահոգաբար է մոտենում եւ չի ուզում դատի տալ եւ այլն։ Չէ, դա ավելի վատ բան է։ Փողոց է տանում, փողոցային գործողություն է տեղի ունենում։ Բան ունեք ասելու, դատարանում ասեք։ Դա ինչ մակարդակ է։ Զազրախոսություն է դա։ Իշխանության դեմ, իշխանությունը ժողովուրդն է։ Եկեղեցին նույնպես ժողովուրդն է։ Դուք ով եք, որ կռիվ եք անում, մեզ էլ հայհոյում եք։ Դա է հետաքրքիր։ Եկեղեցու պաշտպանն ես, ուրեմն պաշտպանի օրենքով սահմանված կարգով։ Այդ պաշտոնյային կհեռացնենք, ապացուցի պաշտոնյային մենք կհեռացնենք, մենք դա գիտենք ոնց է արվում, մենք դա արել ենք։ Մենք դա արել ենք, պաշտոնյաների հեռացրել ենք։ Դուրս ենք եկել փողոց եւ հեռացրել ենք պաշտոնյաներին, նախագահին, վարչապետին, կառավարությանը, ազգային ժողովը ցրել ենք։ Հասկանալի լեզվով եմ խոսում։ Հայաստանի քաղաքացիները իշխանությունը վերցրել են 1990 թվականին ամենադաժան, նողկալի իշխանությունից վերցրեցին Հայաստանը անկախ հռչակեցին։ Ժողովուրդը արեց դա, չէ՞։ Ով կասկածում է որևէ մեկը, որ ազգային ժողով այն ժամանակ Գերագույն սովետը դա արել է։ 1991 թվականի սեպտեմբերին հայ ժողովուրդը իմպերիային վռնդեց Հայաստանի տարածքից։ Դա լավ ժողովուրդ է, կազմակերպված, գրագետ։ Չգիտի։ Բարձր մշակույթ ունեցող, Գրիգոր Նարեկացի ունեցող ժողովուրդ է, Կոմիտաս ունեցող ժողովուրդ է մեր ժողովուրդը։ Եթե իշխանությունը մեղավոր է, մենք նրան կվռնդենք, ապացույցներ բեր։ Ինչ ես նստել ես քո պալատում հայհոյում ես։ Կողմնակիորեն մեզ է հայհոյում, ժողովրդավարությանն է հայհոյում։ Մեր պետությունում իրավունք ունես դատարան։ Բա ինչ է, նորից ասեք, իր մեջբերում արեք նորից։ Հիմա մենք չվիճենք, չգնանք դատարան։ Ասում եմ եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու իշխանության գործելավոճը որևէ արդյունք չի ունենալու։ Տեսեք, դա հայհոյանք, դա զազրախոսություն է։ Բան ունես ասելու դատարանում, որպես հայցադիմում ներկայացրու։ Դե արդեն հոգևորական հայհոյում է Հայաստանի իշխանությանը, այ դա ասեց։ Ու ասում է դա սովորական մի բան է։ Դա է ասում, իր բառերն եմ ասում, ես դա եմ ասում, ինքն է, ինքը հայհոյում է հայկական պետությանը եւ ժողովրդավարությանը։ Այ դրա համար կարելի է արդեն իրեն։ Ես որ ծույլ չլինեի, դատի կտայի իրեն դրա համար։ Մայրաթորը արդեն իսկ մի հարցով դիմել է իրավապաներին, Հովանավանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, ասում են նախկին քահանան հոգեկործան գործունեությամբ է զբաղված, վարչապետը աջակցում է նրան, պատարակ է նախաձեռնել, այդպիսով խոչընդոտվում է իրական հոգևորականների գործունեությունը։ Դուք ընդհանուր ինչ տեղի ունենում այդ կոնկրետ այդ եկեղեցու Հովանավանքի շուրջ այդ քահանայի կարգալույծությունը եւ նրա կողմից չհեռանալը ինչպես եք մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ պետք է հեռանա, եթե հեռացրել են իր կանոնադրությունով, եթե իրեն հեռացրել են, այ եկեղեցում ընդունված
կանոնադրությունով իրեն հեռացրել են, ուրեմն ինքը պետք է հեռանա։ Վերջ։ Եվ նրա ով որ հեռացված չի, օրինակ կաթողիկոսը հեռացված չի, ուրեմն ինքը կաթողիկոս է, Գարեգին B, ոչ թե կտրիչ։ Քանի դեռ նրանք զբաղեցնում են իրենց պաշտոնը, ուրեմն նրանց պետք է հարգենք։ Այսինքն կանոնադրությունը հարգենք, ավանդությունները հարգենք։ Եթե հեռացրել են կանոնադրության համաձայն, այսինքն ինչ որ մեկը քսիվա չի բերել ասել դու չես, հիմա էլի ես եմ։ Չէ, եթե որ կանոնադրությանը համապատասխան, եթե հեռացրել են, նա պետք է հեռանա։ Այդպես եթե լինի, բոլորս մի բան կհնարենք։ Կանոնադրություն եթե կա, դա հարկավոր է հարգել։ Ես կարծում եմ, որ այդ հոգևորականը պետք է հեռանա։ Կամ ինչպես ընդունված կարգ կա այնտեղ, չէ, բողոքարկի եւ այլն, եթե պետք է դատարան դիմի բան, բայց եթե կա ուրիշը, ուրեմն նա պետք է գա։ Հիմա Նիկոլ Փաշինյանն աջակցում է այդ անձնավորությանը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարգի դեմ է դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը այստեղ իր շահերը ունի, իր շահերի հետևից է ընկել։ Այսինքն առիթից օգտվում է, երբ որ հոգևորականները չեն կարողանում իրենց ներքին խնդիրները լուծելու, ինքը միջամտում է։ Այսինքն ինքը օգտվում է առիթից։ Լիազորություններ չունի այդ գործի մեջ Նիկոլ Փաշինյանը։ Ուր ուզեմ կգնամ։ Ես ուզենամ կգնամ կաթոլիկների եկեղեցի ես։ Օրինակ իդեպ ես եղել եմ բողոքականների եւ կաթոլիկների եկեղեցում եղել եմ։ Ինձ հետաքրքիր էր։ Ես մկրտված եմ, հա, Առաքելանքի հետևորդ եմ, բայց հետաքրքիր։ Հա, արեք, բայց վերաբերում։ Ես ձեզ ասեմ, ես մսկիթում եմ եղել, Սիրիայում հատուկ գնացել եմ մսկիթ։ Ես ինձ տան ասեցի կարող եմ գնալ մսկիթ։ Դու ասեցին թե կոշիկներդ հանես բան, այնտեղ ինչ որ բաներ չանես, կարելի է։ Թույլ տվեցին, ես գնացի այն հայտնի տաճարը, որ քրիստոնեական տաճար էր, մսկիթ են դարձել, ես գնացի Ստամբուլում։ Չէ, Դամասկոսում էլ կա այդպիսի մի բան, շատ գեղեցիկ մեծ տաճար է։ Լավ, պարոն Արշակյան, հիմա Նիկոլ Փաշինյանը արդյոք բախման չի տանում։ Տանում է։ Սրում է նրանց մեջ եղած հակասությունը։ Սրում է։ Իրավունք ունի։ Ինչպես ունի իրավունք։ Քաղաքական ծրագրերին իր հարմար է, որտեղ հոգևորականները պատերազմ են հայտարարել նոր մենք կարտացինք։ Տեսեք, նոր մենք հենց նոր մենք լսեցինք հոգևորականը ինչ է ասում։ Նիկոլ Փաշինյանն ասում է ակննդական։ Ձեզ համարժեք պատասխան եմ տալիս։ Ես դրանից դժգոհ եմ։ Ասեմ դա։ Ես դժգոհ եմ, որ այդպես է։ Ես կարծում եմ նրանք պետք է նստեին ուղղանկյունի սեղանի շուրջ, ուղղանկյունի դեմ դիմաց նստեին եւ այդ հարցերը քննարկելով լուծեին փոխզիջումներով նաեւ եթե դրա կարիքը կար։ Ես կարծում եմ, որ եւ կառավարությունը, ասենք իշխանությունը եւ եկեղեցու պաշտոնյաները ճիշտ չեն պահում իրենց։ Իմ կարծիքը դա է։ Ես կարծում եմ, որ ճիշտը բանակցելն է եւ մեզ չանհանգստացնելը։ Իրենք մեզ անհանգստացում են, քաոսային վիճակ են ստեղծել հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգ առնի, թե ոչ։ Բոլորը պետք է կանգ առնեն։ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է կանգ առնի, ես ասացի, ստոպ, պետք է հայտարարի, ասի հանձնաժողով եմ ստեղծում, ինքը իրեն ենթակա իշխանական համակարգով հանձնաժողով իր կուսակցությունից իր ֆրակցիայից ազգային ժողովում եւ իր կառավարությունը արդարադատության նախարարը կրոնի գործերով ինչ որ մի ժամանակ ինչ որ գոնե կարճաժամկետ պետք է հետ կանգնի այդ պատարագի հետ կանգնել չկա ինչի հետ կանգնի թող առաջ գնա բայց այդ ձևն եմ ասում հանձնած ժողով ստեղծեք դե էլի եթե իրանցով պետք է լինեն չէ հա իրենք իրանցով բա իհարկե նրանք էլ թող իրենք իրանցով ստեղծեն ես ասում եմ փողոցայնությունից դուրս եկեք։ Շատ լավ։ Այդ տգեղ, անճաշակ նկարահանումները մի բերեք մեջտեղ։ Իմ ասածը դա է, որ մի բերեք այդպիսի հոլովակներ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն սատարող հայտարարություն է արել
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայը նա ասում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով եւ սպառնալիքներով Հայաստանի վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները։ Ըստ նրա, օրենքով եկեղեցին բաժանված է պետությունից, իսկ հայ ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում դրան եւ Նիկոլ Փաշինյանի լիազորություն չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու համար մեջբերում անեմ աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը սահմանվում է հենց եկեղեցու կանոնական կարգավորումներով։ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը եւ ընդգծում, որ դրանք կոչված են ինքնավարությամբ ու բաժանված են պետությունից։ Բանը հասել է նրան, որ Կիրիլն է արդեն խառնվել գործին։ Կիրիլի համար ասեմ ասանկերդ ով է, ասեմ դու ով ես, եթե այսպես ասել դնենք մի կողմ, եթե մի առանձին հանդիպում լինի, ես դրա մասին ասեմ ձեզ ինչ, դուք ով եք, որ խառնվում եք։ Քույր եկեղեցի, հա։ Այդ քույր, այնտեղ վտանգավոր է, այդ քույրը, նա խորտ քույր, նա հարազատ չի, նրանք աղանդավոր են։ Ոնց ուղղափառությունը ոնց աղանդավոր։ Բա ինչ են, կաթոլիկն է, աստվածաշնչում Հռոմն է։ Մենք գիտենք, մենք էլ օբյեկտիվ պատճառներ ենք ունեցել այդ աղանդավորների հետևից չխճճվել է։ Մենք ունենք Սուրբ Էջմիածին, նույնիսկ Երուսաղեմ չենք գնալու հարության ժամանակ, հենց այստեղից կարող ենք հարություն առնել։ Ուրեմն դա իրանց գործը չի։ Մեկ, երկրորդը ինքը այստեղ ասում են մանիպուլյացիա է։ Պետությունը չի խառնվում եկեղեցու գործերին, այո, նրանք առանձին են։ Իրավունք չունի խառնվելու, այսինքն մենք այդ գործընթացի մեջ ենք, չգիտենք հետո կերևա խառնվել է թե չէ, բայց որ եկեղեցին գրանցված է, բոլոր եկեղեցիները Հայաստանում գրանցված են եւ Հայաստանում այդպես է ձևակերպված, իսկ այն ժամանակ падգամավոր եղավ, օրենքի սահմաններով պետք է գործի։ Հայաստանում ընդունված օրենքի սահմաններում կազմակերպությունը, օրինակ կրոնական կազմակերպությունը մեր մոտ իրավունք չունի աղջիկ երեխաներին թլպատելու։ Կիրիլի այս միջամտությունը ինչ է նշանակում։ Այսինքն վնասարարությունը արգելված է, ընտանեկան բռնությունը արգելված է։ Ատելություն քարոզող կազմակերպությունները մեր երկրում չեն կարող գրանցվել, կրոնական կազմակերպությունները, այսինքն օրենքը ավելի բարձր է, քան թե կրոնական կազմակերպության ներքին կանոնադրությունը։ Այդ ներքին կանոնադրությունը նույնպես պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Եվ երրորդը, հա, 3 հաշվեցի, ճիշտ է։ Մեկը դա իրանց գործը չի, մեկը օրենքը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան թե ներքին կանոն, եւ երրորդը, բա մեզ հավատացյալներից ով է պաշտպանելու, եթե կրոնական կազմակերպությունը քաղաքացիների իր հավատացյալների իրավունքները խախտում է։ Օրինակ ֆինանսական չարաշահումներ է անում։ Օրինակ, կամ ֆիզիկական բռնության է տանում, կան աղանդներ, որ ֆիզիկական ճնշում են գործադրում հավատացյալների վրա։ Հիմա ես ասում եմ, մեր իշխանությունը պարտավոր է, այդ դրա համար եմ ասում, մեր իշխանությունը պարտավոր է ապահովել կանոնավոր գործունեությունը եկեղեցու։ Եթե եկեղեցին, եկեղեցականները չարաշահում են, օրինակ մեր նվիրատվությունները արդարացիորեն չեն բաժանում իրար մեջ։ Օրինակ մեկը Bentley ունի, մեկը ոչ մի բան չունի, ֆրիկ հիշենք։ Մեկը ամեն ինչ ունի հոգևորականներից, այն մյուսը ոչինչ չունի։ Այդ դա մեզ հետաքրքրում է, անհանգստացում է։ Ես հիմա կոչ եմ անում մեր իշխանություններին, Հայաստանի Հանրապետության, որ պարզեն ինչ են անում։ Մեր նվիրատվությունը այդ մոմերից, մկրտություններից, հարսանիքներից, հենց այնպես այդ գանձարանում նվիրատված փողը ոնց է բաշխվում, ինչ են անում։ Չարաշահումներ կան, թե չէ։ Այ պետությունը պարտավոր է դա անել։ Այդ պրավասլավնին հարկավոր է բացատրել, եթե իրենց ընդհանրապես ես չեմ ուզում իրենց բացատրել, ոչ էլ պետք է։ Բայց ինչի է Կիրիլը մեր arczepiskopos-ի նման արհամարում եմ դրանց կարծիքը,
Բայց մերոնց համար ես ասեմ, որ պետությունը իրավունք ունի վերահսկելու, Արդարադատության նախարարությունը իրավունք ունի վերահսկելու կրոնական կազմակերպությունը պետք է չշեղվի իր կանոնադրությունից, իր ծրագրերից, իր նպատակներից եւ Հայաստանում գործող օրենքներից։ Իրավունք ունի պետությունը միջամտելու կրոնական կազմակերպության կյանքին, գործունեությանը, իրավունք ունի, պետք է ստուգի խախտումներ կան թե չէ։ Մեր իրավունքները, հավատացյալների իրավունքները խախտվում են թե չէ, մեզ կողոպտում են թե չէ, մեզ մոլորեցնում են թե չէ։ Օրինակ կա մի փաստ, որ քաղաքացիական պատերազմի հրահրում է եղել կրոնական կազմակերպության ծառայողի կողմից։ Հիմա մենք չասենք, բա ոնց եղավ, դուք ինչ կարծիք ունեք։ Այլ մյուսներին, այդ հայ առաքելական սուրբ եկեղեցու մյուս հոգևորականներին, ծառաներին կրոնական կազմակերպությունում գործող հարցնենք, դուք ինչ կարծիք ունեք։ Քաղաքացիական պատերազմ կարելի է ժողովրդավարական երկրում, կարելի է քաղաքացիական պատերազմ սկսել։ Այ մենք պետք է հարցում անենք, դուք որպես լրագրող հարցրեք, տեսեք նրանք ինչ կարծիք ունեն, արժե որ բանակը հեղաշրջում կատարի, զորքը մտնի, իշխանությունը գրավի եւ տա մի ուրիշին։ Օրինակ, հաջորդը հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիներից 60,000 մարդ դիմել է կառավարությանը, իշխանությանը, ազգային ժողովին եւ հետո էլ ազգային ժողովը հանձնարարել է կառավարությանը, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպա, միանա Եվրոմիությանը։ Հիմա հենց որ նրանք ասում են ոչ, հոգևորականները ասում են ոչ, ձեր մոտ կլինի մեջ բերում արեք, ասում են ոչ։ Հիմա ոնց ենք որոշել, բա ինչ ենք անելու, նրանք այդպիսի իրավունք ունեն, մեր ժողովրդի կամքը չհարգելու։ Քաղաքական առումով ինչ է նշանակում Կիրիլի օգնականի կամ խորհրդականի հայտարարությունը, թե սա զուտ հոգևոր տիրույթ է։ Դա շատ տգեղ բան էր, իրենք հարվածեցին հայ առաքելական սուրբ եկեղեցուն, խոցեցին, մրցակից կազմակերպությունը մեղմ ասեմ, ոչ մրցակից իրականում։ Ուղղափառ եկեղեցին 1000 տարի է մեր կյանքն ուտում է։ Ուղղափառ եկեղեցին Կոստանդնուպոլսի մեր մրցակիցն է։ Մեզ հալածող եկեղեցին։ Դու գիտեք, որ ցարը եկեղեցու ղեկավարն է ուղղափառ եղել։ Այդ գենոցիդները, ջարդերը թույլ է տվել կազմակերպելը ուղղափառ եկեղեցին, որտեղ ցարը վերջացնեմ դուրները չեկա, ցարը ռուսական իմպերիայի իմպերատորը ի պաշտոնե եղել է եկեղեցու ղեկավարը, մեր մոտ այդպես չի։ Այնտեղ այդպես է, ոնց որ մահմեդականների մոտ խալիֆը։ Այդ Պետրոս առաջինը ինքը իրեն հայտարարեց եկեղեցու ղեկավար օրենքով, պալաժենիկա դրա վերաբերյալ։ Ուրեմն հայկական ջարդերը ռուսական իմպերիայում տեղի ունեցած, հիմա չասեք դե թվերը ասա, բոլոր ջարդերը եղել են ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի թույլտվությամբ եւ գուցե հանձնարարությամբ, օրինակ Բաքվի ջարդերը, Շուշիի ջարդերը, Գանձայի ջարդերը իմպերատրի թույլտվությամբ է եղել Նիկոլայ II-ի թույլտվությամբ։ Այսինքն կոնակ եթե Հռոմից լիներ հայտարարությունը, դա չէր ընկալվի այնպես, ինչպես հիմա ով ասեց, շատ էլ լավ կընկալվեր։ Մեզ համար միևնույնն է, ով է։ Ինչ տարբերություն, թուրքն է թե ռուսն է մեզ ջարդում։ Ինչ կազակ է թե յանիչար, ինչ տարբերություն, սպանողը։ Մեզ սպանում է եւ կազակը եւ յանիչարը։ Չէ, ես նկատում եմ եկեղեցուն աջակցող հայտարարություն, եթե դա հայտարարությունը աջակցող չէր, դա վարկաբեկող է իրականում։ Այ հիմա տեսեք, ես ինչեր ասեցի։ Ով է քեզ աջակցում, հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներ, տեսեք ով է ձեզ աջակցում։ Մի երկու ամիս առաջ էլ եկեղեցիների համաշխարհային այդ խորհուրդներ, կազմակերպություններ դա էր հայտարարություն։ Բարեկակ, այո։ Դե իմանանք ովքեր են, ինչ են ուզում մեզանից։ Հիմա համաձայն են, որ մեր մոտ քաղաքացիական պատերազմ լինի։ Ինչը Կիրիլի հայտարարությունը քաղաքացիական։ Եթե նա աջակցում է քաղաքացիական պատերազմ հրահրողին, նա աջակցում է նրան, երբ որ այդ երկար բարակ մեջբերումը արեցիք։
աջակցում է, դա լավ բան է, դա օգնեց մեր եկեղեցուն։ Դե նա ասում է մի խառնվեք մեկը մյուսի գործը։ Չէ, ես ասում եմ մի խառնվեք, այսինքն թողնենք, որ քաղաքացիական պատերազմ լինի։ Կաթողիկոս ուզում է քաղաքացիական Դե պատերազմ։ կաթողիկոսը պաշտոնան կարեց նրան, դատապարտեց քաղաքացիական պատերազմ հրահրողին։ Կաթողիկոսը դատապարտել է։ Դուք մենք բոլորս ուզում ենք եղբայրասպանություն։ Մենք պատրաստ ենք իրար սպանելու։ Դե նա դա էր կոչանում։ Նա որ ասում է զորքը թող գա, իշխանափոխություն անի, բա որ դիմադրենք։ Բա մարդիկ որ ձայն են տվել, հավատարիմ են իրենց երդմանը։ Ինքը երդմազանցության կոչ էր անում, դա էլ երկրորդ հանցագործությունն է։ Այդ տերտերը, որ դեռ տերտերը, հիմա նա պետք է արդեն զրկված լիներ։ Երկու հանցագործություն է, առաջինը եղբայրասպանություն է, երկրորդը երդմազանցություն։ Լավ, այլ թեմայի Զինվորականները երդվում են հավատարիմ մնալ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությանը։ Դու ասում ես, որ մի մնա, անհավատարմության կոչ է արել։ Իրենք էլ դրա համար իշխանությունները ասում են դուք եք անհավատարիմ, դուք ձեր նման եք ուզում դարձնել մեր բանակը։ Ես դրա մեջ եմ տեսնում վտանգը։ Երբ որ ինձ միայն դու չեք հարցում եք, ասում եք, ինչ կարծիք ունես դրա մասին։ Ինչ կարծիք ունեմ։ Մարդը բանակին երդմազանց է դարձնում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կաթողիկոսի եղբայրը Մոսկվայում հայոց թեմի առաջնորդը KGB-ի գործակալ է։ Եվ օրինակ նա ազատ գնում է Ռուսաստան գալիս։ Քարտը սեղանին դրեք։ Նիկոլ Փաշինյանը այդպիսի հնարավորություն ունի։ Ինչու՞։ Լյուստրացիա է։ Ինչու՞։ Փաստարկված հիմնավոր չեն ասում, այլ օդի մեջ հենց հունից դուրս է գալիս։ Միանում եմ ձեր հարցին։ Պլյուս Ազատ Արշակյան, չէ՞, Նարեկ Կիրակոսյան ավելացրած։ Գուցե կեղծ է Փաշինյանի պնդումը, ապացույցներ չկան։ Տեսեք, ես ասում եմ, ասել ես դիշ ապացույցը։ Մենք Նարեկ Կիրակոսյանի հետ ուզում ենք տեսնել ապացույցը։ Մենք կասկածներ ունենք, մենք գիտենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին երբ ռեաբիլիտացիա ստացավ։ Մենք գիտենք, որ փակված էր, երկիրը աթեիստական էր, արգելված էր, կրոնական կազմակերպությունները արգելված էին։ Հետո 1943 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման հետևանքով երկրորդ ճակատը չէր բացում Ամերիկան։ Պայմաններից մեկն էլ դա էր կրոնական կազմակերպությունների ազատությունը։ Ստալինը ասեց կտամ եւ տվեց, բայց ինչ կարգավիճակով։ Ճիշտ այն ինչ որ Պետրոս առաջինն էր։ Ինքը դարձավ գլխավոր կրոնականը եւ ունեցավ զամպալիտ հավատացյալների գծով։ Դրա համար սրանք անդադ գնում նախագահի վարչապետի կողքը կանգնում են։ Իրենք իշխանություն են իրենց զգում աշխարհիկ իշխանության կցորդ են զգում։ Այդ կռիվը մեր, օրինակ իմ դժգոհությունը, ես զգում եմ, որ դժգոհ եմ այս վիճակից։ Դա է որ կրոնական կազմակերպությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին օրինակ ուզում է անպայման իշխանության մի մասը լինել, ենթակա իշխանությանը, զամպալիտը։ Ստալինը ուներ զամպալիտ անհավատների, աթեիստների գծով ստեղծեց եւ հավատացյալների գծով զամպալիտ։ Այդ կանոնադրությունը այսօր աշխատում է։ Այ որ ասում եմ թող նստեն դեմ դիմաց արդարադատության նախարարը, մեր իրավաբանները եւ կրոնի մասնագետները նստեն քննարկեն, դուրս գալու ենք Ստալինի մշակած կանոնադրության շրջանակներից, թե չէ։ Այդ դա է կարև, այսօր օրակարգում դա է, ոչ թե ով ում քերոկնգա հետ ինչ հարաբերություններ ունի, դա մեզ չի հետաքրքրում։ Առնվազն քերոկնգա անձնական կյանքը պաշտպանված է, առնվազն, նրա հետ գործ չունեք, ձեր գործերը պարզեք ուրիշ տեղ։ Ես ասում եմ, օրակարգում դա է, կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների բոլորի կանոնադրությունը համապատասխանում է մեր օրենքներին, ժողովրդավարական երկրի օրենքներին եւ մի բան էլ նրանց կազմակերպությունների ֆինանսավորումը օրինական է թե չէ։ Դրանք բոլորը մուրացկան են, ողորմության հաշվին են ապրում, ինչի ռոճիկ չի տալի պետությունը, օրինակ շատ երկրներում տալիս է։
իմիջիալից ժողովրդավարական երկրներում հոգևորականները ռոճիկ են ստանում։ Նվազագույնից ոչ պակաս։ Չեն մնում միայն այդ նվիրատվության հույսին մեր մոտ եւ քանի հոգի ենք մենք։ Այ մի անգամ թող հարցնեն, քանի հոգի ենք, քանի հոգի է գրանցված մեր եկեղեցում։ 3 միլիոն, 30 միլիոն, 3 հոգի, քանի հոգի ենք, օրինակ ես ասում եմ 2 միլիոն 450 հազար Հայաստանի քաղաքացի Հայաստանը հռչակեց անկախ։ Ընկերովականցին չէր, քաղաքացիներն են հռչակել։ 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի դիմեցին իշխանությանը, ասացին գնում ենք Եվրոպա, մենք ուզում ենք միանալ Եվրոպային։ Թվերը կա, ես ունեմ, ասում եմ 60,000 Եվրոպա մետ կա։ Ասիա մետ քանի հոգի կա, չկա։ Եվրասիական մետ քանի հոգի կա, չկա։ 108 հոգի էր, չէ, հանրապետական կուսակցություն, 108 հոգի էին։ Դրա համար ասում եմ, մի հատ պարզեք, ինչով են ապրում մեր հոգևորականները։ Ինչով են ապրում, ով ինչ եկամուտ ունի։ Քանի հոգի են մեր հավատացյալները։ Հաշվեք, գրանցվեք։ Դուք ինձ հարցում եք, չէ, գնում ես եկեղեցի, պետք է գնամ գրանցվեմ։ Այդ թեմում պետք է գնամ գրանցվեմ։ Եվ ես ձեզ ասեմ, ես նույնիսկ պետք է անդամավճար տամ։ Մցրեք անդամավճարի ինստիտուտը։ Պարտադիր լինի։ Անդամավճար չես տվի, չի կարող պսակադրություն տեղի ունենալ։ Մկրտություն չի լինի, եթե դու Դե տալիս են, թասի մեջ դնում։ Չէ, ջեբն են դնում։ Ես ասում եմ, պետք է անպայման։ Դուք դնելու եք, սա եթեր գնալու է։ Իհարկե։ Դե մենք հայտարարություն ենք անում հիմա, որը եթե գնալու է, հայրենի հարգելի հետևորդներ։ Պետք է անդամավճարի ինստիտուտ լինի։ Բոլոր կազմակերպությունները։ Բայց պսակադրվելուց, մկրտվելուց տալիս են այդ խաչամբյուր ասվածի ժամանակ դնում են Չէ, անդամավճար։ մի հատ անդամավճար տան, մի հատ էլ կամ երամսյակը 1 մեր հարկային այ աշխատավարձից, թոշակից, ինչից պետք է անդամավճարը գնա։ Դե բայց հետո էլ պետք է քաղաքացուն հավատացյալին հաշվետվություն ներկայացվի, թե այդ անդամավճարն ինչ է, հավետ ինստիտուտն ով է ապահովել։ Այսպես թե այնպես հաշվետվություն Չէ, հիմա ասում են դու ինչքան փող ես տվել, որ հաշվետվություն ես ուզում։ Ով փողը տվել է, նկարատարել եք ձեր ճակատից կախել եք, հա։ Ով որ փողը տալի, ինչքան շատ տա, այնքան մեծ նկար կկախեք ձեր ճակատից։ Ես ասում եմ, որ հաշվետվություն պետք է տրվի եւ անդամավճարի ինստիտուտը առաջարկում եմ։ Անդամավճարի ինստիտուտը վերահսկվող Գերմանիայում այդպես է։ Գերմանիան հետամնաց երկիր չի։ Հունաստանում այդպես է։ Հունաստանը հետամնաց երկիր չի։ Օրինակ վերցրեք։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։